Բարև ձեզ, Factor TV հյուրը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, ողջույն, պարոն Գրիգորյան։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումների տվյալները հայտնի են, հարցին, որ քաղաքական կուսակցության կամ դաշինքին կքվեարկեք խորհրդարանական ընտրությունների կիրակի օրը լինելու պարագայում, մարդիկ հետևյալ պատասխանն են տվել, այն մարդիկ, որոնք շատ հավանական է, որ գնան քվեարկության, 29%-ը ասում են ՔՊ-ին Նիկոլ Փաշինյանին կընտրեն, 11%-ը մեր ձևով ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան, 4%-ը ԲՀԿ Գագիկ Ծառուկյան եւ Հայաստան Դաշինք Դաշնակցություն Ռոբերտ Քոչարյան։ Կա նաեւ երկրորդ տվյալը, ում կքվեարկեք հարցին պասիվ եւ չկողմնորոշված մարդկանց կարծիքները եւս հաշվի առնելով տարբեր վարկանիշներ են ՔՊ-ն 24%, ուժեղ Հայաստան 9%, Հայաստան Դաշինք եւ ԲՀԿ 3%, այսինքն ամեն դեպքում Փաշինյանի ուժը մնացած բոլոր ընդդիմադիրներից շատ է հավաքում երկու պարագայում էլ, ընդհանրապես ինչպես է գնահատում արդյոք իրականության մոտ է ձեր ընկալմամբ։ Նախ ուզում եմ ասել, որ ամեն ինչ փոխվում է արագ, այս մոտակա 2 ամսվա մեջ կարող է փոխվել, բայց այս թվերը, որ դուք հիմա ասեցիք, բավական մոտ են այն ուսումնասիրությունների, վերլուծությունների, որոնք մենք էլ անում ենք, որպես փորձագետներս։ Իդեպ ասեմ ձեզ շատ ու շատ այլ կազմակերպություններ կանեն մոտ ժամանակներս ուսումնասիրություններ, սոցիոլոգիական հարցումներ ու պետք է ուշադիր լինել ով է անում, հավատալ, չհավատալ, բայց Հանրապետական ինստիտուտի նկատմամբ ես մեծ հավատ ունեմ։ Նու գոնե միջ այդ այս վերջի 5 տարվա մեջ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենց ուսումնասիրությունները բավական մոտ են իրականությանը։ Եվ կրեք քաղաքական գործիչներն էլ հաճախ իրենց վերլուծություններում հիմնվում են այս կոնկրետ կազմակերպության տվյալների վրա, ճիշտ է, եթե ասենք։ Այո, իրանք բավական իմ կարծիքով մոտ են։ Այո, նորից կրկնում եմ։ Ամեն ինչ արագ փոխվում է, բայց միանշանակ կարելի ասել, որ գոնե այսօրվա պայմաններում միանշանակ քաղաքապայմանագիրը գլխավորած Նիկոլ Փաշինյանի կողմից, վարչապետի կողմից իրոք մեծ տարբերությամբ առաջի տեղում է։ Հիմա ընտրությունների օրը ինչ արդյունք մենք կտեսնենք, կլինի դա 50%-ից ավել, թե ուղղակի առաջի տեղը կգրավի քաղաքապայմանագիրը հավաքելով մինչև 50%, այդ ժամանակը ցույց կտա զարգացումները, բայց այն փաստը, որ այսօր իրոք մեծ տարբերությամբ առաջի տեղում է, դա համապատասխանում է իրականությանը։ Մի հետաքրքիր դրվագ, պարոն Գրիգորյան, 2021-ի ազգային ժողովի ընտրություններում, երբ որ անվտանգային լուրջ խնդիրներ կային, հարձակումներ, խաղաղության համաձայնագիր նախաստորագրված չէր եւ այլն, երկու ազգայնական պահպանողական բնույթի ուժեր, հանրապետական կուսակցություն կամ պատիվ ունեմ Դաշինքը եւ Դաշնակցությունը կամ Հայաստան Դաշինքը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին անցան խորհրդարան 21%, մյուսը 6 մի քիչ շատ, այսինքն ընդհանուր մոտ 27-28% իրար հետ, բավական մեծ թիվեր։ Հիմա տեսեք, ազգայնական, այսպես ասենք, ընդդիմությանը փոխարինելու է գալիս ըստ այս հարցման ավելի ֆինանսիստական ընդդիմություն, հա, Գագիկ Ծառուկյանը հայտնի է իր փողերով, Սամվել Կարապետյանը հայտնի է իր փողերով, այսինքն նրանք քաղաքական գաղափարախոսություն համարյա չեն ասում, շատ քիչ են ասում։ Ինչպես սա հասկանալ, մեր ժողովուրդը չունի այլևս ազգայնական ընդդիմության, կարիք չնայած նրանք էլ այդպիսի լոզունգներ արտահայտում են, հա, էլի այդ թևին են պատկանում, բայց առաջին պլան բերում են ֆինանս, սոցիալ-տնտեսական հարցերը եւ այլն։ Նու ես կարծում եմ վարկանիշի իջեցումը հանրապետականը ընդհանրապես չի երևում, ոչ էլ Սերժ Սարգսյանը։ Այո, հանրապետականների, նաեւ Դաշնակցությանը, նաեւ Հայաստան Դաշինքի իջեցումը կապված է իրենց արտաքին քաղաքականության կողմնորոշմանը։ Ժողովուրդը հասկացավ, որ Ռուսաստանը մեզ չի աջակցում։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ այնուամենայնիվ մեր ժողովրդի զգալի մասը կապում էր անվտանգությունը Հայաստանի հենց Ռուսաստանի հետ։
Ինչքան էլ Ռուսաստանը չաջակցեց 2020 թվականի պատերազմի ժամանակ, չաջակցեց մեզ, ակնհայտ չաջակցեց, այնուամենայնիվ կային մարդիկ, ովքեր այնուամենայնիվ հավատում էին Ռուսաստանին, դա է պատճառը, որ հենց այդ ուժերին տվեցին, քանի որ բոլորը գիտեն դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, որոնք ամեն ինչ կապեցին իրենց պաշտոնավարման ժամանակ Ռուսաստանի հետ, դա է պատճառը, որ հենց այս երկու ուժերին շատերը մարդկանցից տվեցին, կապելով այնուամենայնիվ ապագան եւ անվտանգությունը Ռուսաստանի հետ։ Հիմա այս կորուստը, այդ վարկանիշները ցույց են տալիս, կորուստը Հայաստան դաշինքի եւ Հանրապետական կուսակցության կորուստը վարկանիշի ակնհայտ է կապված է Ռուսաստանի քաղաքականության հետ Հայաստանի նկատմամբ, քանի որ եղել է եւ 21 թիվը, 22 թիվը, երբ որ ուղղակիորեն հարձակում եղավ Հայաստանի վրա մի քանի անգամ, չէ, հետո 2023 թիվը Ղարաբաղի հետ կապված զարգացումները ու խաղաղապահները Ռուսաստանը չաջակցեցին, ուրեմն դրա հետ է կապված։ Կներեք, բայց Սամվել Կարապետյանի կապիտալը Ռուսաստանում է, այնպես չի նա Ռուսաստանի հետ կապված գործիչ չի կենսագրությամբ, կապիտալով կամ Գագիկ Ծառուկյանը էլի Ռուսաստանի հետ կապերի խորացման կողմնակից է, կարող է Ռուսաստանը չի այդքան կարևոր է հարցում, չգիտեմ, բայց նրանք էլ էսպես ասենք։ Բայց կներեք, դուք նոր թվերը ասեցիք։ Ռուսաստանի հետ կողմնակից են հարաբերությունները։ Այո, իրանք էլ Ռուսաստանի կողմնակից են, բայց թվերը նայեք, իրանք թվերը միասին 14% է, չէ՞, միասին։ 11-ը գումարած 4, մոտավորապես 14%, 26% չի։ 26% չի։ Քոչարյանից էլ եթե գումարում ենք 4%, գալիս է 10։ Այո, ուրեմն իմ ասածը համապատասխանում է իրականության։ Դա պրոռուսական ուժերի վարկանիշի անկումը հենց դրա պատճառով, որ Ռուսաստանը մեզ չաջակցեց։ Ավելին, Ռուսաստանը աջակցեց մեր հարևան երկրին։ Ուրեմն այդ գործոնը կա ու երկրորդ գործոնը, իրոք դուք ճիշտ եք, հիմա մեծահարուստ երկու դեմք Մարտիկ, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, ինչ որ սոցիալական, ինչ որ այս ձևի ծրագրերի հետ կապված են, չէ, անընդհատ խոսում, որ կբարձրացնեն թոշակները, կբարձրացնեն աշխատավարձերը, 300,000 աշխատատեղ կբացեն, իմիջիայլոց մեր քաղաքացիներին պետք է ասեմ, որ հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները 400 միլիոնանոց երկիր են, Տրամպը մաքսիմալը թիվը, որը ասում էր 1 միլիոն նոր աշխատատեղ կբացենք ու 3 միլիոնանոց երկրի համար խոսել 300 աշխատեղը անլուրջ է, բայց նշանակություն չունի։ Իրանք սոցիալական դաշտում խոստումներ են տալիս, աջակցում են ինչ-որ ուսանողներին, դրսում սովորող եւ այլ, այս ծրագրի հետ կապված դրա համար այդ տոկոսը կա։ Այդ տոկոսը կա, քանի որ այո, անհրաժեշտություն կա աջակցել մարդկանց, մարդիկ ստեղ ինչ-որ բաներ կապում են, բայց այն քաղաքական մասով, որը կոչվում է արտաքին քաղաքականություն, օրիենտացիան, մեր վեկտորը քաղաքականության, ակնհայտ պատասխան կա, ընտրում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Դեպի Եվրոպա գնալը, Ամերիկայի հետ լուրջ ծրագրեր անելը, ապա շրջափակում եւ խաղաղություն։ Իրոք մարդիկ ուզում են խաղաղություն, դա շատ բնական է, շատ հասկանալի է։ Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի թիվը շատ մեծ թիվ ասեցի, 29%-ը մարդիկ չեն հասկանում, որ ահավոր մեծ թիվ է, էլի 2.5 ամիս կա մինչև ընտրություններ։ Դա մինչև ընտրությունների համար ահավոր մեծ թիվ է։ Եթե ցածր ցուցանիշ գրանցվի ընտրությունների մասնակցության, յուրաքանչյուր ուժի արդյունքը կբարձրանա, ԿՊ-ի 29%-ը կարող է 50% դառնալ։ Ես այսպես չհաշվարկված թիվ եմ ասում, էլի, զուտ կամ Սամվել Կարապետյանի 11-ը 17 դառնալ, Քոչարյանի 4-ը 7 դառնալ եւ այլն, սա զուտ այսպես ենթադրություն է, հա, հաշվարկ չկատակը 51%-ը քաղաքացիների հարցված Եվրամիության անդամակցության այսպես օրակարգին հանրաքվեն կողմ կքվեարկի, դեմ կքվեարկի 13%-ը։ Հետաքրքիր մի բան է տեղի ունեցել 25 թվականի հունիսի հարցման համաձայն 2%-ով աճել է կողմ ցուցանիշը, այն ժամանակ 49 էր, հիմա 51, 2%-ով նվազել է դեմի ցուցանիշը, հիմա 13 է, այն ժամանակ 15 է։ Կարող եք սա ինչ-որ կերպ բացատրել, պարոն Գրիգորյան։ Եվ նաև, քանի որ
ԿՊ-ն է վերցրել այս դրոշակը, հա, հիմնական օրենքը իրենք ընդունեցին եւ այլն, կարելի է 29%-ի կամ հավանական պլյուս այլ տոկոսներ նրանց այսպես ենթադրել, որ կունենան ԵՄ-ի օրակարգի շնորհիվ։ Այո, բայց ես մեկ առաջարկ ունեմ մեր կառավարությանը, հետո կպատասխանեմ ձեր կարևոր այս երկրորդ հարցին։ Եթե կառավարությունը իրոք հետևողական այդ գիծը տանի իր գիծը ու միջև ընտրությունները դուրս գա հապկից հայտարարությունների ի պաշտոն է դուրս գալու մասին, ոչ թե սառացում դուրս գալ եւ ի պաշտոն է որ նամակ է ուղարկում Եվրոմիությանը։ Մի բան է քաղաքական որոշումը գնալ դեպի Եվրոմիություն, մի այլ բան է պաշտոնական նամակով դիմել հայտ ներկայացնելու նկատի ունեք։ Այո, պաշտոնական նամակով հայտ ներկայացնելու, որ մենք սկսում ենք, ուզում ենք սկսել պաշտոնական ինտեգրացիան միավորումը Եվրոմիության մեջ։ Այդ երկարատև process է, բայց շատերը չգիտեն, որ քաղաքական հայտը ու կոնկրետ դիմելը այդ տարբեր բաներ են։ Ուրեմն, եթե մեր կառավարությունը այդ երկու քայլերը անի միջև ընտրություններ, դուրս գալ հապկից եւ գնալ ինտեգրվել դեպի Եվրոմիություն ու հայտ ներկայացնել Եվրո հանձնաժողովին, կոպիտ ասած Եվրոմիության կառավարությանը, ես կասկած չունեմ 50%-ից ավել կհավաքի ու հենց այս ձևի թվեր կլինեն 51-55%։ Ինչու՞, քանի որ այդ ձեր նշած թիվը համապատասխանում է ժողովրդի տրամադրություններին։ Մեր ժողովուրդը գրագետ ժողովուրդ է, մտածող ժողովուրդ է։ Կարելի է մոլորացնել ստերով, մանիպուլյացիաներով, բայց ի վերջո մարդը հասկանում է մեկ բան։ Ինչ է ցույց տվել այս վերցնենք վերջի 5 տարին։ Տեսեք, չեմ գնում մյուս տարիներ։ Վերջի 5 տարին ցույց տվեցին։ Ով տալիս է մեզ քաղաքական աջակցություն, ֆինանսական աջակցություն, փորձագիտական Եվրոմիությունը ու Միացյալ Նահանգները։ Ճապոնիան, Կանադան, դեմոկրատական աշխարհը։ Ուրեմն մեր տեղը որտեղ է դեմոկրատական աշխարհում ու մեզ բռնող ինտեգրացիոն process-ը Եվրոմիությունն է։ Երկրորդ ուղղությունը բարձ է Միացյալ Նահանգներ։ Հիմա այս իշխանությունները հենց դա անում են։ Ինչու ժողովուրդը չպետք է քվեարկի, կքվեարկի այս իշխանությունը։ Ու ձեր նշած նույնիսկ 2%-ի իջեցումը այն մարդկանց, ովքեր դեմ են Եվրոմիությանը, այն մարդիկ են, ով էլ կողմ են Ռուսաստանի։ Այդ պրոռուսական տրամադրությունները անկում են ապրում։ Դա շատ հասկանալի է։ Ռուսաստան սպառնալիքների մեջ է հերթական տարին 29%-ը համարում է սպառնալիք։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցուցանիշները շատ ավելի բարձր են, բայց Ռուսաստան երրորդ սպառնալիքն է դիտարկում, այսինքն ամեն երրորդ հարցվածը նրան սպառնալիք է դիտարկել։ Դա նշանակում է, որ առողջանում է հասարակությունը։ Նախկինում ոնց էին նայում։ Այ վտանգը գալիս է Թուրքիայից, Ադրբեջանից, ինչը նույնիսկ այսօր մենք չենք կարող ասել 100%-ով վտանգ չկա։ Թուրքիայի հետ ու Ադրբեջանի հետ մենք ունենք խնդիրներ։ Թուրքիայի հետ պատմական խնդիրներ կան, Ադրբեջանի հետ ունեցել ենք կոնֆլիկտ, բարեբախտաբար հիմա չկա այդ կոնֆլիկտը, բայց ունեցել ենք։ Ուրեմն շատ բնական է, որ մի մասը, զգալի մասը ժողովրդի ասում է, այստեղ մենք վախում ենք ինչ-որ քայլերի։ Բայց այն, որ Ռուսաստանը նախկինում 0 էր, որ վտանգը Ռուսաստանից է գալիս, հիմա 29% առողջանում է հասարակությունը։ Հասարակությունը հասկանում է, որ Ռուսաստանը վտանգ է։ Դա պետք է միայն ուրախացնի։ Ես համոզված եմ, ոչ բոլորը այդ միտքը կհասկանան, մի քիչ ժամանակ կանցնի, քանի որ պետությունը, ժողովուրդը, որը չի հասկանում, որտեղից է գալիս վտանգը, դատապարտված է պարտության։ Նույնիսկ ամենախելոք ժողովուրդը, ամենաինտելեկտուալ, պրոֆեսորներով լցված ամբողջ աշխարհով մեկ։ Ես դա լուրջ բաներ եմ ձեզ ասում։ Հայեր պրոֆեսորներ համասարաններում ամբողջ աշխարհում կան։ Դու կարող ասել, այդ նշանակում է մենք խելոք ազգ ենք։ Խելոք ենք առանձին։ Պետական խելոքությունը այս թվերի մեջ է, որ հասարակությունը, մարդիկ, սովորական մարդիկ, փայլուն, փորձագետ, քարտաշ, աշխատող, հավաքարար, այ հավաքական իրանք բոլորը հասարակ մարդիկ, մենք բոլորս էլ հասարակ ենք, բայց բոլորս հավաքական հասկանում ենք, որտեղից է գալիս նաև վտանգը։ Գնահեք, պարոն Գրիգորյան, ընտրությունների միջամտության վտանգ Ռուսաստանի կողմից կա թե չէ այս վտանգ, որ ասում են քաղաքական վտանգ, դա Հայաստանյան Հանրությունը արդյոք նման վտանգ
սպասում եմ ես նաև քան որ առիթը եկավ մեր հեռուստադիտողներին ասեմ, որ մեր Factor TV-ին հետաքննության պարզել է, որ Երևանի փողոցներում մի թերթ է շրջանառվում Wyoming Star անունով, իբր ամերիկյան, տպվում է Մոսկվայում, բերվում է Հայաստան, թերթի իրական խմբագրություն ֆինանսավորումը հստակ չի, բայց թեզերն են հետաքրքիր։ Քննադատվում է Հայաստանի իշխանությունը, Արևմուտքի հետ ինտեգրումը ներկայացում է որպես շատ վտանգավոր, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացումը որպես սխալ, շեշտվում է նաև երկրի անվտանգության խնդիրների ներկայիս քաղաքականության, հետևանքով սա Wyoming Star-ի մասին եւ մեր հետաքննության մանրամասներ մեր հեռուստադիտողները կարող են ծանոթանալ YouTube-յան ալիքում մեր տվյալ ռեպորտաժով եւ կայքում սա դրվագներից մեկն էր ընդամենը։ Իմ հարցը հիշում եք ընտրությունների համատեքստում 29%-ի ֆենոմենը։ Հիմա այս ձևի քայլեր Ռուսաստանի կողմից կշարունակվեն։ Ռուսաստանը ամեն ինչ ուզում է անել, վերականգնել իր ազդեցությունը Հայաստանում, չընդունելով, որ իրանք հանձնեցին Ղարաբաղը Ադրբեջանին։ Իրանք մեզ դավաճանեցին։ Հիմա ինչ են ուզում անել։ Գցել այս դավաճանական քայլը այլ խաղացողների վրա, չգիտեմ, գործող իշխանությունների վրա, չգիտեմ, փորձագետների վրա, պրոեվրոպական, որ ապակողմորոշել մեր հասարակությունը։ Իմ կարծիքով չի ստացվի, քանի որ գնում է աշխատանք նաև մեր կողմից, մենք բացատրում ենք ժողովրդին, ոնց թացը չորից տարբեր է։ Հետաքրքիր է, որ Սամարա Star չէր կամ, չգիտեմ, Տուլա Star չէր, այլ Wyoming Star էր։ Այո, ես ավելին ձեզ ասեմ, մոտ ժամանակներս միջև ընտրություններ դուք կտեսնեք պրո-ռուսական դիրքորոշումը, որը կարտահայտեն տարբեր փորձագետներ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից։ Դե փողի մունատ, փող են տալիս, իրանք կասեն։ Դա չպետք է ապակողմորոշի մեր հասարակությունը։ Մեր հասարակությունը պետք է հասկանա։ Հիմա հիբրիդային պատերազմի ժամանակներ են, հիբրիդային պատերազմի քայլերը տարբեր երկրներ իրար դեմ օգտագործում են, բայց մեզ համար վտանգը Ռուսաստանից է գալիս։ Քանի որ Ռուսաստանը չի ուզում մեզ կորցնել, բայց մեր միջոցով ուզում է իր հարցերը լուծել, մեր տարածքները հանձնելով։ Իմիջիայլոց ով լուրջ սխալ արեց ու հիմա ծանրագույն վիճակում է կապելով իր անվտանգությունը Ռուսաստանի հետ։ Իրանը մենք արել ենք կորուստներ ունեցել ենք, Սիրիան արելա կապելա Ռուսաստանի հետ, վերջում Պուտինը հանձնեց Թուրքիային Սիրիան, Սերբիան, հիշում եք, ոնց էր Ռուսաստանը դավաճանում Սերբիան, Վենեսուելայի նախագահին գողացան, Ռուսաստանը հիշում եք ինչ էր ասում։ Հանգիստ Մադուրո, ինչ ուզում ես արա, մենք թույլ չենք տա։ Գնացին գողացին տարան, Ռուսաստանը լռում է։ Դու գիտեք, որ հենց հիմա այս ծովերում Պարսից ծովերում, այդպես ասեմ, ձևակերպեմ, այնտեղ մի քանի ծով կա, գիտեք։ Հիմա գտնվում են ռազմանավերը Ռուսաստանի, աջակցում են Իրանին։ Նեղություն տալիս են ամերիկյան նավատորմին, Իսրայելին, ոչ մի բան։ Բայց մի քանի ամիս առաջ ստորագրեցին ռազմավարական նշանակություն պայմանագիր, ռազմական աջակցություն, ու գիտեք ինչ ասեց Պեսկովը, երեք, Պեսկովը, պրեսկարտուղարը Պուտինի։ Իրեն հարց եմ տալիս, ձեր դաշնակցություն հիմա կոպիտ ասած բան են անում, էլի, ոչնչացնում են Իսրայելը, Միացյալ Նահանգները, քանի որ ռեժիմը կոշտ ռեժիմ է, իրանք ուզում են այդ ռեժիմը փոխել, որ կարողանան աշխատել Իրանի հետ։ Դուք ինչի՞ չեք պաշտպանում։ Պեսկովի պատասխանը ապշեցուցիչ էր։ Ինքը ասում է նամակ չեն գրել, չեն խնդրել։ Հիշում եք մեզ ինչ էին ասում։ Շատերը հիմա մոռանում են, պետք չի մոռանալ ազգը, որը հիշում է այս պատմությունը, այս էջերը հզոր ազգ կդառնա։ Ու մենք պետք է հիշենք, ինչ մեզ ասում էին, մի հատ հիշեք, ինչ էին ասում։ Ասում են սխալ հոդվածով եք դիմել, լավ չեք դիմել։ Այո, լավ չեք դիմել։ Պուտինը չէր տեսնում, որ Հայաստանը օկուպացնում են, պետք է ճիշտ հոդվածով դիմել։ Այ եթե դուք դիմեիք Ռուսաստան-Հայաստան, այն հիշում եք ստրատեգիկ պայմանագիրը, որը ստորագրված էր դեռ 97 թվին։ Ասում են, եթե դուք առաջի կետով դիմեիք, մենք կաջակցեինք։ Դուք դիմեցիք երկրորդ կետով։ Դա ձեր առնոցը։ Հիմա նույնը ձեր են առնում Իրանին։ Իրանը նույնատիպ սխալ արեց, կապեց Ռուսաստանի հետ իր անվտանգությունը։ Ես ինչ եմ ուզում ասել։ Ամեն ժողովուրդ պետք է հասկանա, որտեղից գալիս է օգնությունը,
ով ազնիվ դաշնակիցն է, օրինակ դասական օրինակը, Միացյալ Նահանգները Իսրայելի համար ազնիվ դաշնակից են։ Տեսակ, միջև վերջ պաշտպանում են Իսրայելի անվտանգությունը, քանի որ օրինակ նույն բալիստիկ հրթիռների արտադրությունը Իրանում դա վտանգ է Իսրայելի համար, ու իրան պաշտպանում են։ Մենք կարող ենք տարբեր քննարկում անցկացնել, ճիշտ էր, հարվածել, ճիշտ չէր, մասշտաբը իրանք ունենք, բայց դուք տեսնում եք ինչա իսկական դաշնակիցը։ Ով է մեզ այսօր աջակցում։ Այսօր էլ, այ հիմա, այս պահին, ով է փորձագետներ ուղարկում, ֆինանսավորում մեր տարբեր ծրագրերը, Եվրամիությունը։ Միացյալ Նահանգները սկսեց լուրջ թրիփ ծրագրի հետ կապված Դոնալդ Տրամփը։ Թրիփից կխոսենք։ Հա, բայց միտքս ուզում եմ ամփոփ ասել։ Այս են մեր իսկական դաշնակիցները։ Ռուսաստանը դաշնակից չի։ Ռուսաստանը դարձավ գլխացավանք։ Ու այդ ստերը տարածվում են Ռուսաստանի միջոցով։ Բայց այս ձեր ասածը ամենափոքր վտանգ է։ Դա կոչվում է ապատեղեկատվություն եւ այլն։ Ես կարծում եմ ավելի կոշտ դրսևորումներ կլինեն մեր դեմ ուղված միջև ընտրությունները։ Տեսեք, պարոն Գրիգորյան, տարիներ շարունակ տարբեր ուժեր այսօրվա խորհրդանական ընդդիմության ներկայացուցիչներ հենց մինչև վերջերս էլ ասում են, որ Հայաստանը իր անվտանգությունը պետք է կառուցի Իրանի եւ Ռուսաստանի անվտանգային աղեղի կամ առանցքի վրա։ Այդ աղեղ բառը ես շատ լավ եմ հիշում, հա, Իրան, Ռուսաստան, աղեղ։ Իրանի անվտանգային խնդիրների մասին շատ ցավալի եւ ողբերգական ձևով բոլորս տեսնում ենք, հա։ Այսինքն ինքը չի կարողանում ապահովել իր անվտանգային խնդիրները։ Ռուսաստանի մասին 4 արդեն 5 տարի է Ուկրաինայի դեմ պատերազմում եւ զավթել այդ երկրի 20%-ը մինչդեռ ուզում են գրավել ամբողջը, բայց չեն կարողանում։ Եվ ամերիկյան, եվրոպական աջակցություն չի դադարում Ուկրաինային, ՆԱՏՕ-ի եւ այլն։ Այ ինչպես եք դուք հասկանում այդ աղեղի վրա հույս դնելու մինչև հիմա շարունակվող չգիտեմ, պնդումները, այն դեպքում, երբ որ այդ աղեղը ցույց է տալիս, որ Ռուսաստանը Իրանին այս դժվարին իրավիճակում չի օգնում, ոչ էլ Չինաստանն է օգնում, հա, երբ որ ասում են Ռուսաստան, Չինաստան, Իրան եռանկյունի, տեսնում եք, որ Իրանի ամենադժվար պահին Չինաստանը, Ռուսաստանը ամեն դեպքում այսպես բաց չեն աջակցում։ Ոնց կարող եք բնութագրել այս առաջարկը եւ որն է Հայաստանի համար ձեր ընկալմամբ տրամաբանական բանաձև անվտանգության ապահովումը։ Նայեք, Հայաստանը, ես նոր ասեցի, տեղը Հայաստանի Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, ինչու։ Քանի որ մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն։ Սխալներ արվում են, բարդ բայց նույնիսկ այս ծանր զարգացումների ժամանակ Հայաստանում ազատությունների աստիճանը բարձր է։ Ուրեմն մեր բնական դաշնակիցները Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, դեմոկրատական աշխարհն է։ Այդ ուղղությամբ։ Հիմա դուք կարող եք ասել, բայց կան ուժեր, որոնք դա չեն հասկանում, առաջ են բերում պրոռուսականությունը, то есть Ռուսաստանի հետ կապելը, ստեղ ժողովուրդը պետք է պատասխան տա։ Ստեղ պետք է ժողովուրդը պատասխան տա։ Ժողովուրդը պետք է գնա ու քվեարկի ի օգուտ պրո-դեմոկրատական ուժերի, ի օգուտ այն գծի, որը կոչվում է խաղաղություն։ Ի վերջո Հայաստանին հիմա պետք է հանգիստ զարգանալ։ Բոլորը դա հասկանում են։ Նաև խելքի բանակը բերել, նաև կոմունիկացիաները բացել։ Բա աղեղը։ Հիմա այն ինչ այդ մարդիկ ասում են, գիտեք դա ինչ կոնցեպտ է, ու ժողովուրդը պետք է հասկանա ինչ է սպասում։ Չեն ընտրվի, բայց ասենք պոտենցիալ, եթե շանսել ունենային։ Իրանք գալիս են ու շարունակում են այն քաղաքականությունը, որի պատճառով մենք Ղարաբաղը կորցրել ենք։ Հակասության մեջ նորից մտնել Ադրբեջանի հետ։ Նորից պատմական էջերը վերականգնել, նորից խոսել կորուստներից եւ այլ, ոչ միայն Ղարաբաղի, Նախիջևան եւ այլ, նորից նույն բացասական այդ մթնոլորտ ստեղծել Հայաստանի շուրջ։ Նորից Հայաստանը Ադրբեջանի դեմ է խոսում, Հայաստանը Թուրքիայի դեմ, ավտոմատ Ռուսաստանի դերը նորից կբարձրանա, ու քանի որ դեր մենք ունենք տարածքներ, Ռուսաստանը կվերցնի այդ տարածքները ու ծախի ինչ որ մեկի վրա, ինչի համար, իր հարցերը լուծելու։ Շատերը չեն հասկանում, ինչու հիմա Ռուսաստանը չի օգնում Իրանին, ինչու՞ է խնդրեմը։ Ռուսաստանը ծախեց Իրանի շահը,
ամերիկացիների վրա, ասեց մի սանկցիաները ուժեղացրու։ Դու գիտեք, սանկցիաները Ամերիկան երկարաձգեց, բայց չուժեղացրեց։ Դրա գինը որն է, որ Ռուսաստանը ասեց մենք չենք միջամտի, ինչ ուզում ես արա Իրանի հետ։ Այդ դա մենք պետք է հասկանանք։ Ու այն ուժերը, որոնք հին տարբերակը նորից բերում են բեմ, այդ ուժերին չպետք է ձայն տաս։ Վեճ, ուրիշ բան պետք չի անել։ Ժողովուրդը մեր իրոք գրագետ, խելոք ժողովուրդ է։ Այո, բոլորը չեն զբաղվում քաղաքագիտական այդ վերլուծություններով, բայց պետք է ճանաչված մարդկանց, ազնիվ սկզբունքային մարդկանց, ով ներկայացնում է այդ իրականությունը, ավելի ուշադիր հետևեն։ Քանի որ իրոք մեր ժողովուրդը, իրոք ինտելեկտուալ ժողովուրդ է։ Ինչով էլ մարդը չի զբաղվում հայը, պրոֆեսոր է, հասարակ աշխատող է եւ այլն, մտածող է։ Բայց հիմա պետք է կենտրոնանան։ Հիմա ավելի ուշադիր պետք է լինեն միջև ընտրությունները։ Նորից կրկնում եմ, ով պայքարում է Ռուսաստանը հետ բերել, պայքարում է մեր անկախության դեմ։ Կամա թե ակամա դուք հիմա կարող եք ասել, եթե իրանց ասես, նույնիսկ կարող է նեղանան, նշանակություն չունի։ Իրանք չեն հասկանում, որ Ռուսաստանի նպատակները ուրիշ են, Ռուսաստանը Իրանն է փրկում։ Այ դու հիմա շատ, Ռոբերտ ջան, շատ կարևոր հարց բարձրացրեցին։ 5-րդ տարին է գնում Ռուսաստանի ռազմական պոտենցիալը տարբեր գնահատականներում 8-ից 9 անգամ ավելի մեծ է Ուկրաինային։ Չեն կարող գրավել։ Չեն կարող գրավել։ Ինչու՞։ Քանի որ չունեն տեխնոլոգիաներ ժամանակակից, մաշված հին տեխնիկան։ Դու գիտեք, որ Իրանի գլխավոր այդ կործանիչները այն սուերն էին եւ միգերը։ Գրեթե ամբողջը վերացրեցին, ոչնչացրեցին։ То есть ոչ մի օգուտ չկա այդ երկրի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել։ Ու այդ հարվածի տակ մենք էլ ընկել ենք, հիշում ես, 2020 թվականի պատերազմի ժամանակ։ То есть ժամանակակից տեխնոլոգիա չունեն, տեխնիկա չունեն, անիմաստ է։ Բացի դրանից դավաճանում են դաշնակիցներին։ Հասկանում ես, այս շատ կարևոր է դա հասկանալ, որ Հայաստանը նորմալ զարգանա։ Ու մյուսը շատ ճիշտ հարցադրում դրեցիր։ Ես հասկացա այդպես, որ լավ հասկացանք Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, բայց մյուսների հետ չաշխատել, ոչ, աշխատել մյուսների հետ, աշխատել մյուսների բոլորի հետ, Իրանի հետ չես կարող չաշխատել, Ռուսաստանի հետ չես կարող չաշխատել, Չինաստանի աշխատի, բայց հարցը նրանում է, որտեղ ես դու, որտեղ են քո իսկական դաշնակիցները, ու պետք է գնաս իսկական դաշնակիցների մոտ, այլ ոչ թե խաղեր տաս իբր Ռուսաստանը դաշնակիցը։ Ես մեկ-մեկ որ լսում են, ասում են հապկում պետք է վերաթարմացնենք հարաբերությունները։ Հապկը ի պաշտոն է չի ճանաչում մեր տարածքային ամբողջություն։ Ի պաշտոն է իրանք հայտարարեցին այն, որտեղ մտավ Ադրբեջանը, հիշում ես, 2022 թվականի սեպտեմբերին մտավ 6 կիլոմետր դեպի Ջարմուկ, ասում են դա վիճելի տարածք է։ Պատկերացնում ես, նույնիսկ Ադրբեջանը չի ասում, որ դա վիճելի տարածք է։ Ադրբեջանը ասում է, այո, ես վերահսկում եմ, որ Հայաստանը հետ անցկացնեմ դելիմիտացիա դեմ։ Օրինակ կնեք, հաճախ վտանգի, չէ, կասկածի տակ էր դրվում այն հարցը, որ ԱՄՆ-ն, Եմեն, Ֆրանսիան եւ այլ պետությունները, այսինքն Ռուսաստանից բացի որևէ երկիր կգտնվի, որը կցանկանա Հայաստանի հետ անվտանգային գործակցություն ծավալել։ Ֆրանսիայի եւ Հնդկաստանի զենք վաճառելը փաստ է, ԱՄՆ-ի զենք վաճառելը Հայաստանի Հանրապետությանը փաստ է, դրոնի տեսքով դա միգուցե մեծ ծավալ չի, բայց առաջին այսպես գործարքը կարևոր էր, նաև տեսնում ենք, որ Վենսը փոխնախագահ բավականին այսպես մեծ վստահությամբ էր խոսում Հայաստանի ուղղությամբ, ասելով, որ այո, մենք այս տեխնոլոգիաները նույն արհեստական բանականության, իրենց ռազմական, միջուկային տեխնոլոգիաները շատ երկրների հետ չեն կիսում, բայց վստահում են Հայաստան եւ կային նաև ենթադրություններ, որ հնարավոր է ԱՄՆ-ի հետ ռազմական անվտանգության հարցերում գործակցությունը ավելի խորանա, թրիփի մասին կա ըմբռնում, այսինքն կասկածի տակ է դրվել տարիներ շարունակ Արևմուտքի հետ անվտանգային գործակցություն, բայց մենք տեսնում ենք որոշակի ացումներ, արդեն կոնկրետ ծրագրեր, ԵՄ դիտորդների գործոնը մեջտեղ բերելով, եկեք այս հարցին անդրադառնանք, ինչ կարելի է այստեղ սպասել, պարոն Գրիգորյան, ընդհանրապես։ Նայեք, երբ որ եկան դիտորդական առաքելությունը Եվրոմիության, այդ պայից հետո դադարեցրեցին սպանությունները մեր զինվորների։ Բարի բունի իմաստով։ Էլ հա մի երկու անգամ ինչ որ կրակոցներ, օդ, բայց ոչ մի փաստ սպանության դու չեք կարող բերել։
4 հոգու սպանեցին փետրվարին 2024 թվին, հիշում եք, ներքին հանդի, այնտեղ ռուս սահմանապահներ էին։ Շատ կարևոր է ֆիքսել։ Դեր մերոնք դուրս չբերեցին այնտեղից ռուս սահմանապահներից ու չբերեցին այնտեղ եվրոպացիներին։ Այնտեղ բերելով եվրոպացիներին, այնտեղ էլ կրակոցները դադարեցվեցին։ Ուրեմն մենք կոնկրետ փաստերով տեսնում ենք, որ եվրոդիտորդները մեր սահմանը Ադրբեջանի հետ կայունացրեցին։ Ու մյուսը, երբ որ եկավ Դոնալդ Տրամպը Փարիզ բուն իմաստով տարածաշրջան մտավ Հայաստան, սկսվեց այդ թրիպի ծրագիրը ու ձեզ ասեմ նաև սահմանապանների վերապատրաստման հիմա process է գնում, լիքը process-ները հիմա գնում են, դադարեցվեցին սպառնալիքները Հայաստանի նկատմամբ։ Էլ մենք չենք լսում։ Լսում ենք մենք բան, որ այո, Հայաստանը պետք է մեզ տա ճանապարհ դեպի Նախիջևան, այս դեպի ելույթներ լսում ենք։ Բայց դուք լսել եք վերջի, ասենք, 1 տարվա մեջ մի սպառնալիք, որ եթե չտա, կտեսնենք ինչա լինելու։ Չկա։ Հա, մեզ ռետորաբանությունը ոչ բոլոր անգամ է բավարարում Ադրբեջանի կամ Թուրքիայի, բայց տոնը փոխվեց։ Ու դա շատ լավ է։ Հիմա Հայաստանը փորձում է Ադրբեջանի հետ առևտրով զբաղվել, Թուրքիայի հետ գնում է process, հույսով եմ, որ գոնե massամբ սահմանը կբացվի, ուրիշ մթնոլորտի, բայց ինչի փոխվեց։ Փոխվեց, քանի որ Միացյալ Նահանգները բարի բուն իմաստով ֆիզիկապես եկան մտան Սյունիք։ Ու մեզ այդ ծրագրեր ուզում են անել, ինվեստիցիոն ծրագիրը կապված ատոմակայանի հետ կամ այդ էներգետիկայի հետ 9 միլիարդ դոլարանոց է, հիմա նայենք վերջնական պետք է մերոնք տան պատասխան, սկսվի այս ճանապարհների բացման հետ կապված հիշում ես 165 միլիոնը տվեցին այդ առաջի աշխատանքների համար, հիմա կես միլիարդի կարգի ամերիկացի կտան, որ սկսվի աշխատանք։ Միտքս ինչու՞մ է։ Ստեղ ես տեսնում եմ կոնկրետ քայլեր, աջակցություն։ Ու երբ որ ասում ենք անվտանգություն, անպայման չի, ասենք զենք առնել ու վերջ։ Հերիք է որ դու համագործակցում ես այս ձևի խաղացողների։ Քո հարևանը չի համարձակվի այդպես հեշտ քո դեմ քայլ անել, քանի որ հարցեր են առաջանալու։ Ադրբեջանը այդ process-ում կա, ինչի ինքը պետք է հարցակվի։ Պարզ է, որ չի հարցակվի։ Քանի որ ինքն էլ դրա մեջ շահ ունի։ Թող փող լրացման սկզբունք, փոխադարձ շահեր, ահա։ Ուրեմն հենց այդ ուղղությամբ պետք է գնանք։ Ցանկացած վերադարձ ակտիվ Ռուսաստանը կա Հայաստանում, բայց ցանկացած ակտիվ վերադարձ կբերի հակասությունների, կբերի լարվածության։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Գրիգորյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ստեփան Գրիգորյանին։